Տարիներ շարունակ, երբ սմարթֆոնները, տարբեր էլեկտրոնային պարագաներ, երբ ներմուծվեցին դպրոցական տարիքի երեխաների կյանք, դպրոցներում պայքարում էին, այսպես ասած, դրանց բացասական ազդեցության դեմ։ Ուսումնասիրություններից է պարզ դառնում, որ երկարաժամկետում դրանց անհարկի ու երկար օգտագործումը բերում է սովորողների հոգեկան, սոցիալական եւ ուսումնական դժվարությունների։ Քաղաքապետի կողմից հանձնարարություն եւ առաջարկ եղավ ուսումնասիրելու եւ կիրառելու ընդհանուր մոտեցում, պարզվեց, որ սպասում էին նման մի որոշման։ Մենք առաջարկեցինք այդ պայմաններն ու կանոնները ներառել դպրոցների ներքին կարգապահական կանոններում եւ այդ մասին իրազեկել եւ սովորողներին, եւ ուսուցիչներին, եւ իհարկե ծնողներին։ Դա արվել է Երևանի ենթակայության թվով 151 դպրոցներից արդեն 143-ում, դրանք ամրագրված են ներքին կարգապահական կանոններում, մյուս 8 դպրոցներում առաջիկա նիստերում քննարկելի կդարձնեն հարցը եւ եւս կներառեն։ Տասելի առաջին ժամին իսկ սկսվելուն վեր, մենք հեռախոսները հանձնում ենք դրվում փոքի մեջ։ Որևէ խնդիր չենք ունեցել այս փուլում եւ մանկավարժական համակազմի եւ տնօրինական համակազմի, ինչպես նաեւ սովորողների կողմից արձագանքը դրական է եւ ամեն բան արվում է կարգուկանոնը ապահովելու եւ ուսումնառության ցանկալի արդյունք գրանցելու համար։ Հիմա գիտեք, անչափ դժվար է աշակերտների հետաքրքրությունը դասի հանդեպ ավելի բարձրացնել, գրավել նրանց ուշադրությունը։ Եվ երբեմն մենք դիտում ենք նաև ժամանակակից տեխնոլոգիաների։ Հիմա արդեն նոր չափորոշիչով դասագրքերում կան QR շատ ծածկագրեր, եւ դասափոխեցին մենք օգտվում ենք այդ ծածկագրերից։ Նախապես, եթե ես գիտեմ, որ դասին պետք է կիրառեմ QR ծածկագիրը, նախապես իրենց ասում եմ այդ օրը այդ ժամին անպայման ունենան հեռախոսներ համացանցով, որպեսզի կարողանան նաև կարդալ, լսել, չէ՞ որ այնտեղ կան նաև հետաքրքիր նյութեր ու երգեր, բանաստեղծություններ։ Ցանկացած իրավիճակում տեխնոլոգիայի նորամուծությունները պետք է օգտագործենք ի նպաստ նոր գիտելիքի ձևավորման եւ մնացորդային գիտելիքի ամրապնդման։ Ուսուցման համար հեռախոսների օգտագործումը շատ արդյունավետ միջոց է յուրացված նյութն ամրապնդելու համար։